Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Առայժմ զարգել երթուղիները մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բանի ես զրուցում եմ քաղաքագետ Տերենիկ Մալխասյանն հետ, շնորհակալ եմ պարոն Մալխասյան։ Շնորհակալ։ Իշխանությունները ակտիվորեն շարունակում են թիրախավորել եկեղեցուն, ամենայն հայոց կաթողիկոսին, ընդ որում սա թիրախավորում չէ, այսինքն քննադատություն չէ, սա ասենք մտահոգություն չէ, ցանկացած կառույցի վերաբերյալ կարելի է ունենալ մտահոգություն, չգիտեմ, հարցեր, հա, սա կոնկրետ թիրախավորում է, ընդ որում սեռական այնպիսի այլանդակ ֆանտազիաներով եւ այդ ֆանտազիաներին մասնակից է նաեւ Աննա Հակոբյանը։ Նաեւ քեզ էր ուզում մասնակից դարձնել։ Այո։ Սա ինչի մասին է խոսում, այսինքն Նիկոլի ուղերձը որն է, լավ, ինքը թիրախավորում է, բայց կինը ինչ է անում, այսինքն սա ինչ ուղերձ է, որ մենք առաջ ենք բերում սրբապղծություն, էս է ուզում ասի։ Եկեղեցու թիրախավորումից սկսենք, հետո անդրադառնանք կնոջ, հա, Աննա Հակոբյանին, չնայած այդ չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետեւ կարծում եմ, որ իմ ինտելեկտը կվիրավորվի, հա, մեկնաբաննել Աննա Հակոբյանի Դուք երևի թե վախենում եք Աննա Հակոբյանի սեռաշեղված ֆանտազիաների հերոս դառնալ։ Հա, բայց սկսենք եկեղեցուց, Բորիս, տեսեք, եկեղեցու թիրախավորումը մի քանի շերտ կարող է ունենալ, առաջինը գաղափարախոսական, որովհետև եկեղեցին հայ ժողովրդի, հայ ազգի ինքնության հիմնական առանցքներից մեկն է, հա։ Հիմա եթե ուշադիր նայենք Նիկոլի քաղաքականությանը վերջինս իր կառավարման հատկապես պատերազմից հետո նա թիրախավորում է ազգային ինքնության կոդերը եւ սյուները, հա, այնտեղ հայոց պատմության մեջ ինչու էր մտել, հայոց պատմության դասագրքերը ինչի էր խմբագրում, հենց այդ նպատակով, որպիսի այդտեղ ջնջեն հիշողությունը, խմբագրեն հիշողությունը, պատմությունը եւ ինքնության մեջ փոփոխություններ անեն։ Սա ես կարծում եմ, որ միանշանակ թուրքական պատվերով է, երկրորդը, դա մեր առաջինը հիշողությունն է, պատմությունն է, հա, այդ ինքնության մասը։ Երկրորդը եկեղեցին է։ Եկեղեցու թիրախավորումը բացի այն, որ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը խիստ անձնական սևեռվածություն ունի հոգևորականների կաթողիկոսի նկատմամբ, նաև վերջնականապես տապալել այդ ինքնության հերթական սյունը, որովհետև եկեղեցին մնացել է միակ ինստիտուտը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չի քայքայվել, այսինքն որպես ինստիտուտ ինքը գործում է եւ շատ ավելի լավ է գործում եւ դա նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ սա իր խելքի բանը չէր, հա, եկեղեցուն նման թիրախավորում, իրեն հուշել են ինչ որ մի տեղից։ Ես մտածում եմ արևմտյան ինչ որ երկրից, ասենք նույն Բրիտանիայից կամ այլ երկրից շատ հստակ տվել են, թե ինչ կոդերով պետք է խփել, ինքը չի կարողանալու այս ինստիտուտը քանդել, բայց ինքը կարող է վարկաբեկել, ուղղակի հեղինակազրկել, որովհետև երբ որ սակրալ մոտեցում կա, չէ, եկեղեցուն, հոգևորականությանը, ինչ է լինի հարգանքի այդ մասնաբաժինը ավելի բարձր է եկեղեցականների, հոգևորականների նկատմամբ։ Հիմա եկեղեցականներին ներքաշելով այդ փողոցային, այսպես լենականցիները չիչո են ասում, հա, չգիտեմ, այստեղ ասում են, այդ չիչոյական ոճի մեջ փողոցային երբ որ ներքաշվում ես ուզած-չուզած, չնայած ի պատիվ եկեղեցու կարծում եմ, որ այդ հիմնականում չներքաշվեցին այդ բանի մեջ, դու սկսում ես հեղինակազրկվել Նիկոլ Փաշինյանի հետ միասին, հա։ Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկվելու խնդիր չունի, որովհետև դրանից ներքև ես չգիտեմ, էլ ուր կարելի է իջնել, բայց ինքը ամեն օր ապացուցում է, որ կարելի է էլի իջնել, բայց եկեղեցուն, եկեղեցականներին, հոգևորականությանը, հոգևորական բարձր դասին ինքը կարող է քաշել ներքև, հեղինակազրկել ժողովրդի առջև, բանակին ինչպես արեցին, չէ՞։
Սկզբից բանակի նկատմամբ ես չեմ ասում որ բանակին պետք չէր քննադատել, բանակին պետք էր քննադատել, բայց բաներ կան, որոնք նույնը եկեղեցու պարագայում որոնք ինքստինքյան հասկանալի են ներքին խողովակներով պետք է հասկացնել, որ ինչ-որ բան կարելի է փոխել։ Ի վերջո հոգևորականությունը եկեղեցին դա շատ լավ հասկանում է իմիջիայլոց, որովհետև կարծում եմ, որ 1700 տարվա պատմություն ունեցող կառույցը շատ ավելի շատ բան է հասկանում ու այդ կառույցի ներկայացուցիչները, քան թերի բարձրագույն կրթություն ստացած Նիկոլ Փաշինյանը, հասկանում եք, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրը լուծում է նախ եկեղեցու հեղինակազրկման, հայ ժողովրդի ինքնության այդ սյունը տապալելու առումով եւ երկրորդ կարևոր փորձում է լուծել, այսինքն երկրորդ կամ երրորդ կարևոր խնդիրն այն է, որ Բորիս հիշում եք, որ այսինքն հիշելը որն է, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ-որ մեղավորներ է գտել, չէ՞, ասենք նախկիններն էին, հետո եղավ ռուսները, հիմա մտածել է նոր ինչ-որ մեղավորի նման ինչ-որ բան, որ հասարակության ուշադրությունը շեղվի եւ ասեն ու կան այդպես ասողներ, հա, որ կամ անուղակի ընկալումը այդպես է գալիս, որ ասենք եպիսկոպոսի կուսակրոնության խնդիրը այստեղ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը եւ մտքերը երբ որ դասավորում ենք, ստացվում է, որ սրբազաններից մեկը, եթե քերակնոջը չդոմփեր, Նիկոլ Փաշինյանը չէր հանձնի Արցախը։ Այստեղ հարց առաջ։ Եվ ժողովուրդը ավելի լավ կապրել կամ։ Այո, այստեղ հարց առաջ։ Այդ դեպքում ինչ կապ ունի քերակինը Նիկոլի հետ, որովհետև եթե քերակնոջը հետ կապը ազդել է Նիկոլի վրա, ուրեմն ինչ որ կապ կա այդտեղ։ Ես տրամբանական շղթա եմ փորձում կապել։ Հուզախառն վիճակ է ստեղծվել, հա, այդ հանգամանքից։ Դե այտենց հաստատ, ասենք այդ քերակինը ինչ որ կապ ունեցել է Նիկոլի հետ։ Կամ գուցե ես օրինակ տպավորություն եմ ստանում, որ Նիկոլը կուզեր օրինակ իր տրավմաներից ելնելով պատմեր, որ ֆիզկուլտի ուսուցիչը դոմփել է բանին, իր աշակերտին, հոգեկան խնդիրներ ունեցող, որից երեխա է ծնվել, բայց դա չի կարող տենց պատմի, ստիպված ֆիզկուլտի ուսուցչյանը դրել է սրբազան այն քերակին։ Երևի թե sense մի բան կարող է։ Դե եթե մարդը նման տրավմա է կրել, ասենք սրբազանի ու ինչ որ քերը կնքա հարաբերություններից, ուրեմն կարելի է ենթադրել, որ այդտեղ խիստ անձնական ինչ որ բան է եղել, եթե այդպես տրամաբանենք։ Բայց էլի վերադառնամ եկեղեցի Նիկոլ Փաշինյան հարաբերություններին, հիմա ժողովրդին փորձում է համոզել, որ այդտեղ հարաբերություններ չկա, որ մենք ասենք հարաբերությունը, սա կոնկրետ սրիկայություն է եկեղեցու նկատմամբ։ Հակամարտությանը, հետապնդումներին կամ սևեռվածության ինչ ուզում, դա հարաբերության ինչ որ տեսակ է։ Հիմա փորձում է եկեղեցականներին, հա, կարգել մեղավորներից մեկը, այսինքն ժողովուրդը ասում է, լավ, եկեղեցականները, որ ասենք ենթադրեն կուսակրոնության ուխտը ինչ որ մի սրբազան, եթե չխախտեր, ապա մենք կունենայինք այլ իրավիճակ, ասենք դուք 5000 դրամ ավել թոշակ կստանայիք։ Մի խոսքով էլի նմանատիպ շատ մանր մուտիլովկաներ, այդպես ասենք։ Երկրորդ, այստեղ չթվարկենք լավ այդ խնդիրների հետ կապված, Նիկոլ Փաշինյանը եւ նաեւ Աննա Հակոբյանը, ինձ թվում է Աննա Հակոբյանը, չգիտեմ ինչու մտավ այս թեմայի մեջ, բայց Աննա Հակոբյանը Նիկոլից առաջել էր, հա, այս գծի մեջ, որովհետև հիշում եք, որ մանկապարտության ինչ-որ բան համտավ ինքը այս թեմայի մեջ, ես ենթադրում եմ, որ ինքն դեռ ինքն է Նիկոլին ներքաշել։ Ժամանակագրությամբ այդպես է։ Այդ եմ ասում, ժամանակագրություն, երբ որ ինքը կաթողիկոսի մոտ հայտնվում է, հա, ասենք, չասեմ ոչ պատշաճ, բայց պրոտոկոլին ոչ հարիր զգեստով, հիշում եք, հա, ամենատարածված լուսանկարը Աննա Հակոբյանի եւ կաթողիկոսի հանդիպման։ Այդտեղից կարելի էր ենթադրել, որ եկեղեցի Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն հանգիստ չի տալու կամ Աննա Հակոբյանը եկեղեցուն հանգիստ չի տալու։ Եվ 18 թվականից այդ գիծը պահել են ուղղակի որոշակի շեղումներ եղավ, որովհետև պետք էր այդտեղ Արցախը տալ, հա, հետո Ադրբեջանին ինչ որ բաներ մատուցել եւ դրա համար մի քիչ այդ հակամարտությունը եկեղեցու նկատմամբ այսպես ելևեջներով է գնացել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ
ինքը բոլոր խնդիրները լուծել է, մնացել է վերջին պատվարը եկեղեցին, դա էլ տապալի, ինքը կամարի խնդիրը Ես լուծված։ հիշեցի, որ նկարի մասին եք դուք, որ Հիշեցի։ բավական բաց հագուստ էր։ Բաց հագուստով Հիմա եթե հակատոկոսի մոտ հարցան երևի թե Աննա Հակոբյանը կասեր գնացել է այդ հագուստով ստուգեի կուսակերոն են թե չէ, հոգեվորականները։ երևի Ինձ թվա բարձել է որ կուսակերոն են։ բարձել է որ ու այստեղ մի բան էլ կա Նիկոլ Փաշինյանը post էր գրել էլի ես արդեն չեմ կարողանում հա կարդալ իմ մոտ ասում եմ ինտելեկտի վիրավորանքի նման բան է առաջանում որ ես ապրում եմ մի երկրում մի երկրի քաղաքացի եմ մի երկրում եմ հարկ տալիս որի վարչապետը Նիկոլ Փաշինյանի նման անձնավորություն է դա խորը վիրավորանք է, ազգային վիրավորանք է, հասարակական վիրավորանք է, բայց ամեն դեպքում ինքը խոսում է ինչ-որ ստախոսությունից, բարոյականությունից, Բորիս ջան, այդ նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին Հայաստանի անկախության շրջանի ամենաստախոս, ամենաանսկզբունքային քաղաքական գործիչներից է։ Ես չեմ ճանաչում երկրորդին, որը Նիկոլ Փաշինյանի չափ սուտ խոսացած լինի թե ընդդիմադիր գործունեության շրջանում, թե առավել եւս այս վարչապետության շրջանում։ Այդ մարդու հայտարարությունները, հարցազրույցները, եթե լուրջ վերլուծենք, այսինքն փորձենք տոկոսային հարաբերակցություն հանել, 50%-ից ավելին սուտ կամ մանիպուլյացիա է։ Ու այս վերջերս էլ օգտագործում է, ասենք, կիսաճշմարտություններ, այդ ամենավտանգավորն է, որ ասացի մեջ մի տոկոս ճշմարտություն կա, մնացածը խորքային սուտ, բայց քանի որ ճշմարտություն կա, ժողովրդի ընկալման մեջ դա այն սուտն էլ է, հա, ճշմարտություն, այո, դա Գեբելսյան քարոզչության միջոցներից է, ու Նիկոլ Փաշինյանը մի անգամ գրել է, որ այնպիսի Գեբելսյան քարոզչություն է իրականացնում, որ անգամ Գեբելսը Հիտլերյան Գերմանիան կնախանձեր, հա, որ նման քարոզիչ է, նման Գեբելս է կորցրել իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Դա սարսափելի է ամեն ինչը գիտակցել, սարսափելի է, որ մենք նստած խոսում ենք այս մասին, ու այդ մարդիկ մեկը երկրի ղեկավարն է, մյուսը, ասենք, երկրի ղեկավարի կինը։ Նու փաստաթղթերով կինը չի, այնպես։ Դե ամեն դեպքում, ասենք, դե հետո կասեն fake news եք դա։ Նիկոլ Փաշինյանը եթե խոսում է սուտ խոսալու մասին, չգիտեմ, բարոյականության մասին, սկզբունքները պաշտպանելու մասին, պահպանելու ավանդույթները, թող ինքը իրան մի հատ հայելու մեջ նայի, տեսնի թե մի հատ ինք իրեն հարց տա, հա, որքանով է ինքը որպես երկրի, ինքը կաթողիկոսին է, հա, հոգևոր իշխանության ղեկավարն է, այո, պետք է բարձրագույն արժեքներ կրող լինի եւ այլն, բայց ինքը երկրի վարչապետն է, աշխարհիկ իշխանության, հա, ղեկավարը, ինչ է աշխարհիկ իշխանության ղեկավարը կարող է, հա, իրեն թույլ տալ ամենալկտի ստերը խոսել։ Բարոյականության, ճշմարտախոսության մասին ում կովը խոսի, Նիկոլ Փաշինյանը այսինքն կաթողիկոսի հետ ադրբեջանցիների վրա կանաչի ծախելուց խոսի, դա ավելի դե ինքը ընկել է կաթողիկոսի հետևից, ասում է, ասա, չգիտեմ ինչ կուսակալության հետ կապված արդեն հետաքրքրել չի ինչ է դուրս տալիս այնտեղ ինքը, բայց եղբայր, ասենք, դու երկրի ղեկավար ես, դու ինչ է իրավունք ունես սուտ խոսելու, իսկ եթե որևէ մեկը կասկածում է մեր դիտողներից, հեռուստադիտողներից, Նիկոլ Փաշինյանի ստի դոզան այնքան բարձր է, որ արդեն մենք կձանձրանանք, հա, թվարկել, թե ինչ տիպի ստեր ու ինչքան ստեր է ասել Նիկոլ Փաշինյանը, դա աներևակայելի է։ Թե մեկ մարդիկ կային հաշվում էին 2018 թվականի իր առաջին 6 ամիսների ընթացքում ստերի շարքը մի քանի 100-ն արդեն անցել էր։ Բե հիմա արդեն 7 տարի է անցել, հիմա ուղղակի ինձ թվում է անիմաստ է դարձել հաշվը։ Բորիս ջան, այդ մարդը կարող է, ասենք, 5 րոպե հարցազրույց տալ, 5 րոպեանոց հարցազրույց, ամեն երկրորդ նախադասությունը հակասի առաջին նախադասությանը։ Ու ցավալին գիտեք, որ ինքը այդ պահին սուտ խոսելուց հավատում է իր ստին։ Դա հուշում է, որ իր հոգեկերտվածքի մեջ ինչ որ մի բան այն չի։ Կան Աննա Հակոբյանին ում այդքան չեք սիրում գալ։ Այ, չէ, սիրել չսիրել է իմ գործը չի։ Անդրադառնալու իմաստով։ Հա։ Անդրադառնալու իմաստով։ Ես ձեր ճաշակը գիտեմ։ Սարս չի դա։ Աննա Հակոբյանը։ Ինչու է անում Աննա Հակոբյանը սա ամեն ինչ է այսպես ներգրավված։ Ես հակված եմ մտածելու, որ ինքը
քաղաքական հայտ է ներկայացրել կամ Մենք վաղուց ենք դրա մասին մեր եթերում ասել, նախորդ տարել էլի այս տաղավարում քննարկել ենք ձեզ Ջայլ Բելուծաբանի հետ եւ ես ավելին ասեմ, ես վստահ եմ, որ Աննա Հակոբյանը ցուցակի առաջին 3 համարներից մեկն է լինելու։ Որովհետև տեսեք, չի կարող մարդ այս շրջանում անել այն ամեն ինչը առանց քաղաքական ենթատեքստի, ինչ անում է Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը բոլոր սահմաններ, կարմիր գծեր անցնելով ամեն ինչ անում է, որ հայտնվի top, ասենք 3 կամ 4 ամենաճանաչված գործիչների շարքում ու մոբիլիզացնի Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ընդրազանգված այդ փշրանքները կամ ավերակների մնացորդները, որովհետև իրենք հասկանում են, որ իրենք նոր ընդրազանգ, այսինքն նոր մարդկանց իրենց մեջ չեն կարող ներգրավել, որովհետև Ես ոնց հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերահսկողությունից դուրս է գալ, ուզում է վերցնել իր ձեռքը Աննա Հակոբյանը իրավիճակը։ Ինքը ուզում է մոբիլիզացնել դերևս նիկոլական, այդպես ասենք, գաղափարներին հավատացող կամ ես չեմ կարող ասել սոցիալական հարցումների տվյալներ չունեմ, բայց իմ կարծիքով Աննա Հակոբյանը այդ կալիբրը չունի, հա, ինքը կարող է ինքը իր վրա չէ խարիզմայի տեսակետից, ինտելեկտի տեսակետից, այդ առումով ինքը կարծում եմ, որ շատ բան է իր վրա վերցրել։ Ինքը տապալվելու է, շատ բանով է տապալվելու, շատ աղմկոտ է տապալվելու, բայց ամեն դեպքում ինքը հավատում է, որ կարողանա մոբիլիզացնել Նիկոլ Փաշինյանի արդեն ավերված, ընդրազանգված ինչ-որ մի մասը, ունենալ ցուցակի վրա քպական, հա, շատ էական ազդեցություն եւ դա տեսանք Գյումրիում տեսանք, հա, ինքը իր մարդկանց էր խցկում ցուցակում։ Կա կոնկրետ տեսակ, ինքն էլ նաեւ մի բան բացահայտել է, ասել է իր ջոկատ կոչվածի նախկին անդամի հարցազրույցից հետո, ասել է, որ այդ մարդը ինձ մոտեցել է, որ ստանա իմ աջակցությունը Մասիսի քաղաքապետ դառնալու համար։ Այո։ Այսինքն իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցողներ իմացել է, որ քաղաքապետ պաշտոնի հասնելու համար պետք է Աննային տեսնել, թե ինչի կգնար Նիկոլին տեսնել։ Այսինքն ինչ որ մի տեղից լսել է, ինչ որ մի պրակտիկայի առնչվել է, որ Աննա Հակոբյանը Այո, այսինքն պատահական մարդ չի, բայց այդտեղ ներողություն, ես ուզում եի գալ մի կարևոր քննարկման, այս հանրային ակտիվությունը, որը իրեն բերելու է ցուցակում, ինքը միանշանակ լինելու է ԿՊ-ի, եթե վերջին պահին որևէ բան չփոխվի, բայց կա նաև տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ կարող է ինչ որ պահի ուղղակի ստիպված լինել զիջել իշխանությունը կամ հեռանալ, առողջական ասում են խնդիրներ կան, հա, եւ Աննա Հակոբյանին պատրաստում է իր ամենահավանական փոխարինող, այսինքն մարդու ում կվստահի իշխանությունը եւ վստահ կլինի, որ եթե ստացվի իհարկե իր մոտ, վստահ կլինի, որ իրեն չեն պատժի, որտեղ դե Աննան հո իրեն չի պատժի։ Եվ քերակնոջ այս պատմությունը ավելի շատ հենց Աննային PR-ելու, դաշտ բերելու, նաեւ կա հետեւյալ տեսակետ, այս ցածր մակարդակի խոսակցություն տանել, կոմպրոմատների մասին անդադ խոսել, ինչ որ տարբեր հոգեվորականների սեռական կյանքի մասին թմբկահարել, լավ իմանալով, որ իրենց վրա կա կոմպրոմատ, այսինքն դաշտը բեջարում են, որ հանրության համար մեկ լինի, երբ որ իրենց մասին գնա խոսակցություն։ Բորիս դու նշեցիր, որ բանա, չէ, այլասերված սեռական ֆանտազիաներ։ Եթե մարդիկ կարող են ունենալ այլասերված սեռական ֆանտազիաներ, նաև կարող են ունենալ այլասերված քաղաքական ֆանտազիաներ, հա։ Ես դեմ չեմ, որ կարող է իրենք այդպես մտածեն, էլի, հաշվի առնելով իրենց արժեհամակարգը, հաշվի առնելով իրենց ինտելեկտի մակարդակը, հա, կարող են այդպես մտածել, բայց ես կարծում եմ, որ դա իրենց համար ամենավատ սցենարն է լինելու, որովհետև եթե նման բան տեղի ունեցավ իշխանության փոխանցում եւ այլն, այս հասարակությունը պայթելու է։ Չէ, ես չեմ ասում, որ ապրիորի դա տեղի ունենալու է, բայց որ կփորձեն։ Հա, փորձի մասին է խոսքը։ Ես դեմ չեմ, որ կարող են իրենք այդպես այլասերված քաղաքական բաներ ունենալ, բայց ես ասեմ, որ ոչ Աննան է փրկելու Նիկոլ Փաշինյանին, ոչ Ալենն է փրկելու Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է ինքն իրեն փրկելու, որովհետև դատելով հասարակության մեջ բողոքական էներգիայի կուտակումից, որը առելի մակարդակի է հասել,
Դատելով համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքից առ Նիկոլ Փաշինյան, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում կախված հասկացողություն կա, չէ, գնացող նախագահի հետ կապված, դա այնտեղ ինստիտուցիոնալ առումով այդպես, բայց այստեղ այս բaragայում օգտագործեն կախված բանը, այդ քաղաքական տերմինոլոգիան, Նիկոլ Փաշինյանը վերածվել է կախվածի։ Բոլորը դա հասկանում են։ Եթե ինչ-որ հրաշքով, ասենք, Էրդողանն ու Ալիևը չփրկեն էլի Նիկոլ Փաշինյանին, բայց դա էլ կախված է, ես չեմ ասում, որ նստենք սպասենք, որ հա, հեսա բան ա լինելու էլ, այդ ամեն ինչը փլուզվելու է, այդ նիկոլական դիկտատուրան եւ այլն, բայց դա շատ բան կախված է նաև ընդդիմադիր քաղաքական էլիտայից կամ իրական ընդդիմադիր քաղաքական էլիտայից, որովհետև այդ էլիտան պետք է այլընտրանք առաջարկի, պետք է այլընտրանքային ծրագիր առաջարկի ժողովրդին, որպեսզի մոբիլիզացնի բողոքական այդ զանգվածին, այդ բողոքական էներգիան ուղղորդման կարիք ունի։ Շատ շատերը ուղղակի հիասթափված են այս ամեն ինչից։ Իրենք արդեն ոչ ուզում են լսեն, ոչ ուզում են կարդան։ Ես պիտի փաստեմ ձեր խոսքը, վկան մեր այս օրերին իրականացվող հարցումներն են։ Հասարակության մեծ մասը որևէ մեկի չի հավատում, եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչպես դուք ասացիք, կա տոտալ ատելություն։ Մերժված է։ Չէ, գիտեք, ոչ միայն մերժված, այսինքն ինքը անտեսված չի, ինքը ոչ թե ինքը ատելի է։ Սա շատ ավելի, այսինքն այդ ատելությունը ես նկատում եմ ժողովրդի աչքերում, հարցում իրականացվողների, հաճախ մենք շատ սուր մասերը ուղղակի կտրում հեռացնում ենք, հայոյանքները։ այդ մարդիկ ոչ միայն հայոյանքներ, այլև գործողությունների կոչեր։ Այս մարդկանց, այսինքն դատաստան տեսնելու կոչեր։ Անկեղծ եմ ասում, այն ատելությունը կա, որ կա Նիկոլ Փաշինյանի դեմ, չկա որևէ նախկին ղեկավարի դեմ եւ չի եղել նրանց պաշտոնավարման ժամանակ իրենց դեմ։ Եվ դա գիտի Նիկոլ Փաշինյանը միջալոց։ Բայց գիտենալով սրում է, այսինքն իրավիճակը։ Սա ինձ համար անհասկանալի է, որովհետեւ սրել, գիտեք, Նիկոլ Փաշինյանը կարող էր այսպիսի վարքագիծ դրսևորել 18 թվականին։ Այն ժամանակ ինքը ասել մածունը սև է, հասարակության մեծ մասը ասում է հադես է։ Դե որ Նիկոլ ասում է սև։ Բայց հիմա ինքը հասարակության այդպիսի հասարակական այդպիսի աջակցություն չունի, ավելին հասարակության ճնշող մեծամասնությունը իրեն դեմ է։ Ինքը սև ու սպիտակի է բաժանում հասարակության մեջ պարակտում։ Հասկացա, բայց սև ու սպիտակի այն ժամանակ բաժանում էր հասկանալով, որ իր կողմնակիցները մեծամասնություն են եւ այդ մեծամասնությամբ պիտի ճնշեն մնացածին։ Եվ ինքը հույս ուներ, որ ինքը կարող է ներգրավել նոր խավեր եւ ներգրավում էր այդ ընթացքում, հա, որ տեսնում էին մեծամասնությունը այս կողմն է, ներգրավում էին։ Հիմա այդ իրավիճակը չի, ինչու է այդպես։ Հիմա տեսեք, ինքը չունի կուր ընտրազանգված, այսինքն որ ինչպես էր 18 թվականից հետո, հա, մի հատ ընտրազանգված կար, որը բանակի նման ենթարկվում էր Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը բանակի նման ենթարկվող ընտրազանգվածի խնդիր ունի, այսինքն մոբիլիզացնելու իր ընտրազանգվածին, որովհետև վերջին թիմ ընտրությունները, ես էլի անդրադառնամ Գյումրիի ընտրություններին, ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը 26 թվականին կարապի երգ է երգելու, որովհետև իրենք ինչքան էլ մոբիլիզացնեն ադմինիստրատիվ ռեսուրսը, իրենց ընտրազանգված, որ գնում է, ասենք, առանց փողի, առանց չգիտեմ ինչի ընտրության, չի գնում, մոտիվացված չէ, եւ իրենք սարքում են կոնֆլիկտ, մենք եւ դուք, սև եւ սպիտակ, իսկ թեժ կոնֆլիկտի արկայության ժամանակ չեն, նույնիսկ բակի կռիվների ժամանակ, երբ որ կոնֆլիկտը մեծ է լինում, հա, շահագրգռվածությունը մեծ է, ներգրավվածությունը մեծանում է։ Հիմա նույնը անում են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Իրենք մոբիլիզացնում են իրենց ընտրազանգվածին, Բորիս ջան, նայեք, 17000 ձայնը որ հավաքեցին իրենք Գյումրիում, իրենք դա իրենց մաքսիմումն էր, ամեն ինչ արել էին, դրա ասենք 70%-ը ադմինիստրատիվ ռեսուրս եւ այլ տեխնոլոգիաներն էին, որոնց մասին հերձումը ցույց կտա, արդյոք կարուսել աշխատել է, արդյոք փող բաժանել են, այդ ամեն ինչի մասին մենք հետո կիմանանք, հա։ Իսկ զուտ գնացած, ասենք, Նիկոլի Թեկնածուին ընտրած բան խավը շատ քիչ էր, շատ փոքր էր, եւ դրան զուգահեռ հասարակության ակտիվությունը շատ բարձր է։
հասարակությունը, ասենք, իր քաղաքական բողոքը արտահայտում է ընտրությունների գնալով։ Մի տեխնացուի չի ընտրում որպես այլընտրանք, մի քանիսին են ընտրում, բայց գնում է։ Եվ եթե 26-ին կրկնվի 25-ի ընտրությունների այդ սցենարը, Նիկոլ Փաշինյանը իր թիմով ջախջախվելու է։ Իրենք օգտագործելու են բոլոր հնարավոր միջոցներ, տո բանակ, տո ոստիկանություն, տո կառուսել, տո չգիտեմ ինչ, եւ այլն, ես կարծում եմ, որ իրենք այդ մեթոդներին դիմելու են։ Բայց հասարակության այս գերակտիվության պայմաններում դա բավարար չէ։ Պետք են նաև մարդիկ, ովքեր գաղափարական, չնայած Նիկոլ Փաշինյանին գաղափարախոսություն, գաղափար վերագրելը անամոթ բան է, բայց ամեն դեպքում իրենց պատկերացրած այդ գաղափարական ընտրողներ են պետք։ Հիմա Նիկոլ Փաշինյանին գաղափարական ընտրող գրեթե չկա։ Հիմա ինքը ուղերձը գաղափարական հետևը, ովքեր ուզում են քերակնոջ վիդեոն տեսնել, Արեք եք Նիկոլ Փաշինյանին։ Մոտավորապես է։ Դա ինչ տիպ կարող է կազմել։ Ես չեմ կարող ասել, սոցիոլոգ չեմ, բայց կարծում եմ, որ ասենք մի իրենց մտածածով գոնե որ հասցնեն դա 15%-ի, որ առանց որևէ բանի, հա, գնան իրեն ընտրեն առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, առանց, չգիտեմ, ճնշումների, առանց փող բաժանելու, դա համարյա հաղթանակ կլինի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև հիմա ասենք երկնիշ թիվ չէ, հա, Նիկոլ Փաշինյանի բանը այդ վարկանիշը հասարակության շրջանում։ Համարյա տնտեսական աճի պես։ Հա, քանի գնում ավելի ակնկալիքները շատ խոստումները շատ մեծ են, բայց ռեալ կյանքում պատկերը բոլորովին այլ է։ Հետևաբար իրենք մոբիլիզացնում են իրենց գաղափարական ընտրողին, որ գոնե ունենան, տեսեք, ասենք քերակնկանը դոմփել բառը կարելի է օգտագործել։ Դե ես արդեն մի քանի դե որ Նիկոլը օգտագործել է ինչ անենք, արդեն։ Հա, ասենք Ալենն ասելա բան չի, վիրավորանք չի։ Այնպես որ ով ուզում է Ալենը դոմփելով խոսի, խնդրեմ քաղաքացիներ խոսեք Ալեն։ Այսինքն մոբիլիզացվելու են Նիկոլ Փաշինյանի շուրջ են մարդիկ, ովքեր համարում են, որ Սրբազանի կողմից ասենք քերակին դոմփելը դա վատ բան է։ Դա իրենց գաղափարական միավորող կոդերի Նիկոլին չի կարող նման զանգված միանալ։ Ինչի։ Դու դա ինչ որ բարոյական պատկերացումների մասն է։ Որ դու ասեցիր միանալ են մարդիկ, որոնք համարում են, որ դա նորմալ չի անել ու վիդեոն չհրապարակել է։ Այսինքն ընչի մենակ։ Այս մոտեցման կողմնակիցներն են լինելու Նիկոլի աջակից։ Բայց կարող ասենք, որ ասեցիր, այդ տրամաբանական կապը կարող է քերակինը հարազատ, չգիտեմ ինչ որ շրջանակներից լինել։ Այդ դեպքում ռեյտինգը կբարձրացնի Նիկոլ։ Հա, այդպիսի խնդիրներ կա։ Ու նաև ասենք, որ օրինակ հայոյանքով խոսելը դա նորմալ է, այդ լավ բան է, իրանք էլ են ասենք միավորվում Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Այդ իր ու այդպիսի մարդիկ կան։ Հիմա մենք կարող է սարկազմի տանք ծիծաղենք բանման, բայց այդպիսի մարդիկ շատ կան, որ ասենք լուրջ քննարկում են Նիկոլ Փաշինյանի հայոախառն փողոցային բառապաշարով եկեղեցու հետ այդ չիչոյական այդ մարդիկ դոգ էին լսում միջև այդ։ Այսինքն մենք գիտեք ինչ, չէ, Բորիս, ես չեմ ուզում իդեալականացված պատկերացում ունենանք մեր հասարակության մասին։ Ամենևին։ Հասարակության մեջ տասնյակ հազարավոր մարդիկ լսում են դոգ։ Ավելի շատ։ Թոլնի ավելի շատ, ավելի վատ ուրեմն։ Այսինքն լավ, ինչքան էլ մենք ծաղրում ենք սրանց, չնայած իրենք պաշտոններ են զբաղեցնում, սրանով էլ ծաղրելի իրենց վարքագծով, բայց դոգը ով էր։ Մի այլանդակ վարքագիծ ունեցող մարդ, որը հազարավոր կիլոմետր են կողմ, հա, հայոյում էր մարդկանց մանկահասակ երեխաներին, կանանց, ընտանիքի անդամներին, մայրերին, հա, ամենակեղտոտ սեռական հայոյանքներն, որը ամենակեղտոտ ֆանտազիաներով սեռական պատմություններ էր տարածում, հա, կանանց մասին, ինչ որ մարդկանց իբր կեղծարիության մասին, սրա նրա կնոջ ման գալու, սիրեկան ունենալու, բոլորը հորինված, չէ՞ մեծ մասը։ Մեծ մասը հորինված։ Այս մարդուն տասնյակ հազարավոր մարդիկ էին լսում։ Բայց ինչ ես մտածում, որ ասենք Նիկոլ Փաշինյանին անվերապահ հավատացողների մակարդակը շատ ավելի բարձր է, քան ասենք Թեմասը շատ ավելի բարձր է։ Հիմա Նիկոլասը ախպեր, Նիկոլի ուղերձը էսա, այդ սրիկային էիք լսում, արա ես էլ կպատմեմ տես պատմություններ։ Քերակին, դոմփելն էս բաներ պատմում գնա գալիս եմ։ Այսինքն այս առումով, տեսեք, քանի որ այդ մարդկանց դոգին լսողների մոտիվացիան ինչն էր, իրանք կյանքում այսպես անհաջողակ մարդիկ էին հիմնականում,
իրենց անհաջողությունների համար իրանք մեղադրում էին տարբեր մարդկանց։ լսող ու հավատացող, այդպես ասենք։ լսող ու Չնայած թատրոն նայող էլ Հիմա կար, էլի տեսեք, որոշակի։ իրանք իրենց անհաջողությունների համար մեղադրում էին տարբեր, այս գործչին են, գործչին չէ, որ այս մարդը լավ է ապրում, ուրեմն Ինչպես անում էր Նիկոլ Փաշինյանը, Դուք ասում եք ախպեր, դուք չեք կարում այդ մարդկանց քրֆեք։ Ես այնտեղ Ամերիկայից քրֆում եմ, լավ է, դուք էլ ինձ նայեք։ Հիմա Նիկոլ ասում ախպեր, ես էլ եմ կարում քրֆեմ։ Եվ որովհետև այդ մարդկանց մոտիվացիա, լավ, որևէ խելամիտ մարդ հույս չուներ, որ դոգը իշխանության է գալու, չգիտեմ, իրանց էլ օգնելու։ Այդտենց հույս չկար, չէ։ Այսինքն միայն նայում են տեսարան։ Հիմա Նիկոլ Դա Փաշինյանը նույնն է ինչ ապահովում 18+ ֆիլմ նայելը, հա։ Դա գործողության փոխարեն ու ֆիլմն ես նայում։ Բայց դոգը Հիմա Նիկոլ ասում է ախպեր, այդ քֆուրների համար դոգ եք ընտրում, արա ընտրեք մեզ։ Ես էլ կքրֆեմ, Աննան էլ կքրֆի։ Պետք է լի Մայրամիկն էլ կմտնի գործի մեջ։ Դու Աշոտին չեն կարա համոզեն, որտեվ նորմալ տղա է։ Չեն կարա Աշոտ, բայց ու ով պետքա կքրֆի։ Մենակ մեզ նայեք։ Դու հիշում ես որ դոգետ իրանք մրցակցության մեջ էին դիտումների առումով սոցիալական ցանցում։ միջև դե դոգը հիմա չկա։ Դե հիմա կալանքի տակ է, մանկապարտության մեղադրում։ Միջայլոց այդ դիտումներ, բան, այդ մրցակցությունը, լայքերը, չգիտեմ ինչը, դարել է, ասենք, հանրային տիրույթում խոսքի ճշմարտայությունն ու բարոյականությունը չափելու միջոց։ Կներեք 18+ կինոներ շատ են նայում, հետո այդ ինչ ցուցիչ է, էլի։ Այդտեղ են ձգտում այդ մարդիկ։ Ասում են դե որ նայեն, ես անկեղծ եմ ասում, իրենք ռեալ մրցակցում են դոգի հետ։ Ասում են դոգը հայոյանք եք լսում, արա մենք ցկա հայու ենք։ Ումա պետք անուն ասեք, մենք հայու ենք։ Նիկոլի ուղերձը սա է։ Եվ ես կարծում եմ այս առումով իրենք ինչ որ խնդիրներ լուծում են։ Բացի այդ հանրային խոսքը, քաղաքական խոսքը իրենք իջեցնում են փողոցային չիչոյական մակարդակի վրա, որից չան օրինակ ես այդ մակարդակում էլ կա, Նիկոլասը ուրիշ մակարդակում։ Դերասանություն անում են։ Դե դա միջև պատերազմն էր։ Հա, մի քիչ դերասանություն անում են։ Միջև պատերազմն կա, որ կառավարությունը ժողովրդի դուրներ կուզեն ջարդեն, կուզեն բաներ անում են, բայց նայեք, օրինակ եթե ասենք մտնենք քաղաքական պայքարի այդ ԿՊ-ի հետ, ու այդ կեղտ ու փողոցային բառապաշարով անորակ չիչոյական վիճակներում, օրինակ ես Նիկոլ Փաշինյանին կպարտվեմ, չեմ կարող էլի ես իր հետ այդ բառապաշարով մտնեմ քաղաքական բանավեճի մեջ։ Հասկացա, այդ նայ, այս օրս էլի ինքը շատ օրերս նման քննարկում ունեցանք, ոչ հրապարակային, բայց ես կարծում եմ իհարկե չպիտի մտնել իր դաշտ, բայց որոշակի կոշտություն պիտի ցույց տալ։ Բայց ինչ մակարդակով ես օրինակ չգիտեմ էլի այս բարակայում ասենք երկրի վարչապետի կարգավիճակն ունեցող մարդը կանգնում է Facebook-ում, այսինքն հանրային տիրույթում նման հայտարարություններ է անում, հա, համարյա 18+, ասենք լավ քաղաքական օպոնենտները սրան ինչ պատասխան պետքա տան։ Պետքա ուղղակի, չգիտեմ, ասենք գրեն ինչ որ համապատասխան բժշկական հաստատություն, որ գնա ստուգեն, արդյոք ամեն ինչ նորմալ է այդ մարդու հետ։ Դե ասենք ֆակտն ալիցո, ասենք պարզ չի որ այս մարդը հոգեկան խնդիրներ ունի։ Հա, բա հոգեկան խնդիր եթե ունի այդ մարդը ոնց է հայտնվել վարչապետի պաշտոնում։ Այդ երկրորդ հարցերով դիմեք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինքը այդ փորձագետն է, թե ոնց է։ Բայց չէ, ասելա որ չի խոսա, չէ, այդ թեմայով։ Դե հզոր ուժերը հիմա երևի թե ստիպում են չխոսել, ես չգիտեմ, այդ կեղտոտ հզոր։ Միջայլոց Բորիս, հզոր ուժերի հետ կապված, քանի որ խոսքը գնաց, հա, այդ մասով, օրինակ վերջի շրջանում ես վրացիների վարած քաղաքականությամբ այնտեղ այդքան հզոր չի։ Շատ եմ բանանում էլի, ասենք գնահատում էլի վրացիների քաղաքական էլիտայի պահվածն ու վարքագիծը։ Ու էլ ես դրանից ավել հզոր ուժեր չէի պատկերացնում, որ ներգրավված էին։ Լավ, հիմա ովքեր էին, չէ, Վրաստանում ովքեր էին ներգրավված ընդդիմության աջակցության գործում։ ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական բոլոր արտաքին գործերի նախարարը, բոլոր ազդեցիկ Մակրոնը, Գերմանիայի կանցլերը, այս ովքեր էին։ Բայց լնայք Սերժ Սարգսյանով, Նիկոլը, Շունը են Չալոն, Միրզոյան Արոն, Արարատը, Արայիկը Հարությունյան, այս հլնայ դու Լենան, Նազարյան, Լենան, այս կերպարներին դուք համեմատում եք ինչ որ Գերմանիայի կանցլերի հետ, բայց ինչու Վրաստանում չստացվեց ու Հայաստանում ստացվեց։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Որտեղ Վրաստանի իշխանությունը ժողովրդավար չէին։ Հա, ժողովրդավար չէին։ Եվ երկրորդը վրացական ցույցերին
մանկասայլակներով ծնողներ չէին մասնակցում։ Ինձ Չէ, միջայլոց մասնակցում էին։ չէին մասնակցում։ Ինձ որ հանրապետականները ասում են, ի՞նչա ուզում եք մանկասայլակներով երեխեքին տրորեինք, ասում ախպեր, կարայք ուրիշներին տրորիկ։ Պարտադիր պիտի մանկայեք այդքանի միջից մանկասայլակով երեխաների գտնեք, իսկ կարելի էր ես Մանկասայլակով երեխաները Բորիս հայտնվել են շատ այո, այո, այո։ 23 Բայց այդտեղ մի բան կա, մի լուծում կա։ Սերժ Սարգսյանը ընդամենը կարող էր զանգել իր փեսային, Միքայել Մինասյանին, ասել ում ֆինանսավորում ես, ասա թե այդ միտինգից դուրս գան։ Իսկ թվում է մի 50%-ով կնվազեր այդ կառավարողների բաների միտինգ։ Հարցը փակվեր կգնար։ Բորիս այդ մասին ես շատ Այդ մասին ինչպես կասեր Գագիկ Նիկոլաիչը հաջորդ դասին։ հաջորդ դասին, բայց ես 18 թվականի մայիսին հոդված ունեմ գրած, ինչպես Սերժ Սարգսյանը կերտեց 18 թվականի հեղափոխությունները։ Այդ հոդվածը գրել եմ 18 թվականի մայիսին, որ որևէ մեկը չմեղադրի, էլի, որ ասենք դրանից հետո եւ այլն, մայիս ամիս 18 թվական։ Կարող եք ընթերցենք ձեր հոդվածը։ Շնորհակալ եմ, Տերնիկ, հետաքրքիր քննարկման համար։ Այո, այս ֆորմատում մենք մի քիչ ազատ ենք զրուցում, հատկապես մենք տեսնում ենք ովքեր են իշխանության։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ պետք է որոշակի կոշտությամբ խոսել, որովհետև իրենք չափերն անցնում են, իհարկե մենք չպիտի մտնենք այդ դաշտ, մեզ չի հետաքրում, մեզ անկեղծորեն ինձ չի հետաքրում Նիկոլի ընտանիքում ով ում քերակինն է կամ սրբազան բարեկամ ունեն թե չէ։ ինձ վիրավորական է նման բաները քննարկել, Բայց պետք է որոշակի կոշտությամբ պատասխանել այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ չափերն անցնում են։ Եվ չափերն անցնում են ունենալով պետական լծակներ, այսինքն դու կարող եք շատ սրբազանների մասին պատմություններ իմանալ, կամ քիչ սրբազանների, կամ շատ ԿՊԱ-ականների։ Այս մարդկանց ձեռքին, ամփոփելով ասեմ, սա արդեն սրբազանների պատմությունը միակը չի, որ ես չեմ հավատում այդ պատմությանը։ Հիշի Հովիկ Աղազարյանի պատմությունը, այսինքն սեռական կոմպրոմատները Նիկոլ Փաշին ինձ տնեցիքով են նայում։ Այսինքն իշխանությունը Նստում նայում են, ասում են տնակ Հովիկ Աղազարյանը էս ինչ ա գրել, բա նայում են, անան ասում այս մասը կարելի է Այսինքն հրապարակել։ բառացի կարող ենք ասել, Բորիս ջան, սրանով ավարտենք, հա։ Կարող ենք ասել, որ իշխանությունը մտել է քաղաքացու վարտիկի մեջ, ըստ էության, ճիշտ է։ Արի որպեսի իրենց Տրուսիկի մեջ, իրենց բնորոշ էլի։ Համաձայն եմ մտել։ Սրանից ավել մտնել ես չգիտեմ ոնց է, էլի։ Ու ամոթալի կերպով։ Գիտես, ինչ որ բանով զրուցարաններում շենքի մուտքի մոտ նստած տատի պապիներ կարող են բամբասել սրա նրա մանեկող լինելուց, սրա կնիկը նրա հետա, չէ, բայց երբ որ դա արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է անում, ու անում է հրապարակային հանրային տիրույթում, դա արդեն աղետալի է։ Դա արդեն աղետալի է։ Մի բան էլ ու այս քննարկումներով տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում էլ ուրիշ դարդ չկա։ Մնացել է, ասենք, տարբեր քաղաքացիների այդ դրուստիկների մեջ տեղի ունեցող իրադարձությունները քննարկել։ Երեխեքի քֆուր սովորացնելը, հայոյանք սովորեցնելը, կառավարության նիստում քննարկվել է։ Բայց ինքն է այդ հայոյում։ Հա, ինչ որ ժանգոտ դետալներ մեքենայի, մի խոսքով մենք այսօր անվտանգության բանի խնդիր չունենք։ Մնացել է այդ խնդիրը։ Երեխեքին հենց սկսենք հայոյանք սովորացնել, բան անել։ Ինչ որ վերացական սրբազանը Կուսակրոնության հարցը լուծենք, քերական հանգիստող սաղ տեղն անք։ Բայց այսօր էլ կարդում ենք, որ երկու անչափահաս Ադրբեջան գերի են ընկել։ Գերի ո՞րն է, ասենք, մոլորվել հայտնվել։ Հայաստանցի չէի ասցրել։ Հա, հայաստանցի։ Դե Նիկոլը կարևոր հարց։ Սյունիքից կարծեմ։ Շնորհակալ եմ Դերենիկ հետաքրքիր քննարկման համար։ Ես շնորհում զրուցում եի Դերենիկ Մալխասյան հետ, տեսություն կհանդիպենք։